Քաղաքացիական պայմանագիրը անցալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Հետո բրավո, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Ինձ թվում է հերիք է, հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Վարդանյան։ Եվ սիրելի հայրենակիցներ, ներողություն, մանկապարտեզի նախապատրաստական կուրսի հերթական բանի Տիկին Վարդանյան, ներողություն, Տիկին Վարդանյան, ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի այդ ու ձեր խմբակցությունում եւ ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը։ Կթողեք շարունակեմ։ Իսկապես Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը իշխանության ամբողջական կենտրոնացումն է մեկ մարդու ձեռքում, որը ստեղծում է այս սենց իրականություն։ Այս սենց իրականություն, երբ որ Հայաստանում падգամավորը մի մարդու անուն է տալիս, որը չկա Հայաստանի Հանրապետությունում, գոյություն չունի անձնագրով այդպիսի մարդ, ու հրճվում են, երբ որ կաթողիկոսին կաթողիկոս են ասում։ Այսինքն ընդվզում են, երբ որ կաթողիկոսին կաթողիկոս են ասում։ Լավա, Փաշիզադեն Արտուր Հովհաննիսյանը մնաց պայքարողներից։ Լավա Փաշիզադեն այդ օրակարգը բերեց, թե չէ, դուք քաղաքական օրակարգ էլ չէիք ունենալու, հասկանում եք։ Փաշիզադեն ու այլևը ձեզ տվել են քաղաքական օրակարգ, ուրիշ առաջարկ ունեք մեր ժողովրդին։ Ուրիշ առաջարկ ունեք, ինձ հերիքը անդատեք, զսպեք ձեզ, մի քիչ զսպված եղեք։ Պարոն Եղոյան, իրոք զսպեք ձեզ։ Զսպեք ձեզ, պարոն Եղոյան։ Քանի անգամ ինձ ընդհատեցին, կվերականգնեք ժամանակը։ Ամոթը։ Պարոն Եղոյան, ես ձեզ նախազգուշացում եմ հայտարարում։ Նախ մի գոռացեք, երկրորդը ամոթը պարոն Եղոյան, Փաշիզադեի ու Ալիևի պահանջներ իրականացնելն է։ Դրանց մասին զգուշացնելը չի, ամենամեծ ամոթը դա է։